ինչ նշանակում է ոչ ստանդարտ ճանապարհորդություն, այն ինչ նշանակում է ոչ կլասիկ ճանապարհորդություն, նշանակում է խենթանալ, անձրևի տակ սկսել ճանապարհորդական երթուղին, ողջույն ու բարև սիրելի հեռուստադիտող, դուք միացել եք Face Control-ին եւ ակնկալում եք մեզնից հետաքրքիր, օրիգինալ, չկրկնվող ճանապարհորդական երթուղի։ Այդ մտորումները մեզ բերեցին Գառնի, Կոտայքի մարզ։ Հիմա շատերը կասեք, եղել են Գառնիում, տեսել ենք Գեղարդը, լավ եք արել։ Մենք նույն Գառնի համայնքից ներկայացնելու ենք ձեզ ուրիշ հետաքրքրություններ։ Ասա որ այս ամառային անձրևը եթերային տեսքս փոխում է, գույներս փոխում է։ Մոտ 15 տարի է Գառնի մշակույթի տանը գործում է Գառնի զբոսաշրջության ինֆորմացիոն կենտրոնը, բայց այդ 15 տարիների ընթացքում գոնե մի անգամ չեմ այցելել ու չգիտեմ ինչ հնարավորություններ է տալիս տուրիստին այս կենտրոնը։ Զբոսաշրջության ինֆորմացիոն կենտրոն գծիկ թանգարան, մինի թանգարան։ Ողջույն Սիրանուշ, ո՞նց եք։ Շնորհակալություն, լավ, դուք ինչպես եք։ Առաջին անգամ եմ ձեզ մոտ, շատ հաճելի, ոնց ասեմ, տեղանք է ու շատ կուզենայի հետաքրքիր ուղղություն խորհուրդ տայիք Գառնիում չծեծված, որ տուրիստներին տեղեկացնենք։ Լավ, հիմա փորձեմ ձեզ օգնել։ Այստեղ մենք ունենք Գառնի տարածաշրջանի քարտեզը, որտեղ հստակ նշված է Գառնիի տեսարժան վայրերի երթուղիները։ Տաճարը։ Այստեղ տաճարն ունենք, երևի այցելել եք արդեն, Հավուստար ես տեսել եմ, որ այցելել եք։ Ինձ հետաքրքրեց խոմարաժամը, նկարներով չկա, բայց եկեղեցի է, հա, ոնց որ։ Եկեղեցին եւս մեզ հարակից տարածքում է գտնվում, որը խորհուրդ եմ տալիս եւս եւ ես ինքս ուղեկցում եմ, շատ սիրում եմ այդ եկեղեցի, պարտադիր մարդիկ ուզում են տեսնել։ Սիրանուշից ծառայությունը գումարով է։ Չէ, ծառայությունը բոլորի անվճար է, նույնիսկ եթե մարդը, չգիտեմ, հոգնած է, ծարավ է, կարող է հանգստանալ, օգտվել մեր ինտերնետ կապից, այստեղ սուրճ, թե իրենք շատ ազատ են այստեղ իրենց զգում։ Իսկ ով է ձեզ ֆինանսավորում, որ տենց հարուստ հնարավորություններ եք տալիս տուրիստներին։ Մեզ ֆինանսավորում է էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության կոմիտեն, ի դեպ ֆինանսավորման մասին նաև եռալեզու գրքեր ենք տպագրում այստեղ։ Ինձ էլ հետաքրքրեց, որ անգլերենով կան ինֆորմացիա։ Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով եռալեզու Գառնիի մասին հակիրճ տեղեկատվություն հուշարձանների, տեսարժան վայրերի մասին։ Այս խոմարաժամը չէ։ Հենց խոմարաժամն է։ Այս բրոշյուրը սիրով տրամադրում եմ ձեզ։ Թող ուղեկցի ձեզ այն Գառնիի տարածաշրջանում, անպայման այցելեք խոմարաժամ։ Սիրով։ Եվ կսպասեմ տպավորություններին եւ կարծիքներին։ Հեռուստաեթերից։ Եղավ, շնորհակալ եմ շատ։ Մենք եք շնորհակալ։ Այս էլ մեր թաքնված գեղեցկուհին։ Ինչու եմ ասում թաքնված, որովհետև գտնվում է գյուղի կենտրոնում, բայց տներով քողարկված։ Այսինքն պետք է մտնեք, արահետներով պտտվեք, գաք նոր տեսնեք։ Թվագրվում է 4-ից 5-րդ դար, բայց ինչն է հետաքրքիր, 1965 թվականի պեղումներից պարզվել է, որ զարգացած միջնադարում եկեղեցին դեռ կանգուն վիճակում էր։ Նրանից հետո բազմաթիվ անգամներ փլուզվել է, բազմաթիվ անգամներ վերանորոգվել, կրկին փլուզվել եւ հիմա ձեր աչքի առաջ ընդամենը մի պատ է ու ավերակներ, բայց շքեղ է։ Խոմարաժամ։ Շատերի մտքով կանցնի խոմար արմատը, բայց չէ, խոմար բառի հետ ընդհանրապես կապ չունի։ Խոմար հավասար է խոնարի, եկեղեցի հավասար է ժամի, խոնարված եկեղեցի, խոմարաժամ։ Մինչև ներս մտնելը ուզում եմ հասկանալ եկեղեցու մասշտաբները, փաստորեն այս պատից
ձգվում է միջև այստեղ։ Արդեն մոտավորապես պատկերացրեք սայզերը։ Ինձ թվում է եռանավ բազելիկ պետք է լինի, որովհետև կամարների տեղերը կան։ 1, 2, 3։ Այս հատվածում, քանի որ տապանակարեր կան, ենթադրում եմ, որ գավիթ է եղել, այստեղից մուտք, բարև խումարաժամ։ Փաստորեն ես իմ ենթադրություններում ճիշտ էի, որովհետև կամարների հիմքը հենց այս անկյունակարերն են, այլ կերպ ասած ֆունդամենտները հսկայական են, որովհետեւ ձեզ համար պարզ լինի, մոտավորապես 1 մետր երկարություն ու լայնք ունեն։ Հիմա եթե մի փոքր էլ առաջ թերթենք պատմությունը, նախաքրիստոնեության ժամանակահատվածում այստեղ եղել է տաճար։ Հետո նոր 4-ից 5-րդ դարերում, երբ քիչ-քիչ սկսել են վերացնել հեթանոսության հետքերը, այդ տարածքներում վերակառուցել են սրբավայրեր։ Մարդկանց տանը ինչ եղել է, դրսում ինչ եղել է, բերել են ու կառուցել են։ Տեսեք շաղախը, այս քարերի անճոռնի դասավորվածությունը ու ֆենոմենը թաքնված է ամուր լինելու մեջ, պատը մնացել է այդ ժամանակահատվածից, իսկ դրա հիմքում բնականաբար շաղախն է։ Ուզում եմ պատկերացնեք, թե ինչ կարող է մարդու հետ անել հավատի ուժը։ Այդ զգացողությունը, ինչը մղում է քեզ ապրելու, սիրելու, բնությունը, մարդկանց, օդը, ինչը մենք շնչում ենք։ Մենք այս ամենը նկարահանում ենք ու ցուցադրում ենք հեռուստաեթերով, որպեսզի ձեր ճանապարհորդությունը Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզում լինի հետաքրքիր։ Բացահայտեք ձեզ համար հայ տեսակը։ Սիրեք մեր հայրենիքը եւ գնահատեք այն, ինչ ժառանգել ենք մեր ապուպապերից։ Այս էլ ելք է ոնց որ, ու նմանատիպ ելքեր մի քանիսն են, այստեղից ու այստեղից։ Ոնց որ լրիվ ուրիշ իրականություն լինի։ Այս հատվածից պատկերը այլ է, դրսից լրիվ ուրիշ է։ Յուրահատուկը։ Այս մի քայլը համարվում է պորտալի անցում, որովհետև տեսեք, գեղարվեստական է, ախր։ Առաջարկում եմ Գառնի գալուց անպայման ձեր երթուղին սկսեք խումարաժամով։ Մտնելուց առաջ խոնարհվեք։ Մենք շարունակում ենք մեր հեռուստաճամփորդությունը եւ եկանք Գառնու ձոր։ Այստեղ բացի լուսանկարվելը բազալտե երկեհոնի ֆոնին, պետք է անպայման ուշադրության արժանացնեք նաեւ կամրջին։ Թվագրվում է 12-րդ դար։ Ուրեմն վաղ միջնադարում կամուրջը ծառայել է որպես կապող օղակ Գառնին եւ Խոսրովի արգելոցը։ Հետագայում Կոտայքի մարզը այս կամուրջը կապեց Արարատի մարզին։ Երբեմնի պատմական գեղեցկությունը իհարկե կորցրել է կամուրջը, էլ այն գրավչությունը չունի, բայց
ամրաշինարարական աշխատանքներ են տարվել եւ այստեղ գտնվելը այլևս ապահով է, զով է, իշնորհիվ ազատ գետի եւ գեղեցիկ է։ Գիտեք ինչ տեսարաններ են բացվում։ Չէ՞ դու գիտեք ինչ տեսարաններ են բացվում։ Երբեմն մեր ստեղծագործությունների ներքևում մենք դնում ենք ստորագրություն, որպեսզի շատ-շատերը հասկանան, որ դա մեր ձեռագիրն է։ Իսկ այս կտավին պետք չի ստորագրություն, որովհետև ձեռագիր չկա, այս անձեռակերտ է, այս Աստծո գործն է։ Լավ ոնց կարելի է առանց չգիտեմ սարքավորումների, առանց չափագրումների ոնց կարելի է այս ամենը արարել, բայց հրաշք չի։ Իսկ ինչ վերաբերում է պատմական հիշատակություններին, ասեմ, Մետաքսի ճանապարհը կապող կամուրջ է եղել։ Այստեղից է ուխտերի քարավանները բեռնված, Եվրոպայից շարժվել են դեպի Հնդկաստան, Չինաստան, այսինքն Ասիան եւ Եվրոպան միավորող կամուրջ է եղել։ Արժանի է ուշադրության, հասկանում եք, մի եկեք սենց կողքով անցեք, իջեք, տեսեք, գնահատեք։ Ի վերջո, մենք ունենք շոշափելի ժառանգություն, գծիկ հարստություն, պատմամշակութային։ Շատ լավն է քո հաղորդումները։ Շնորհակալ եմ։ Բարի գալուստ հայրենիք։ Այո, 37 տարի։ 37 տարի։ Սոֆիկ ջազում նկարես Տիգրանի հետ։ Բարև ձեզ։ Ի հաղորդումներն այո, չէ։ Շատ լավն է։ Ճարես, որդիկ նկարես, տուրից։ Տուրից նկարես։ Ամերիկան քեզ շատ է նայում։ Դե ես նկարեմ սա։ Եկեք բոլորս կանգնենք։ Ամերիկան բոլորը քեզ նայում են քո հաղորդում։ Կարոտներդ կարևոր առնում է։ Ամերիկանի սպասում է, շուշուտ նկարվի այդում են։ Մերսի շատ, մերսի շատ։ Շնորհակալություն, ձեզ շնորհակալություն։ Ու ես պատրաստ եմ ոչ թե ժամերով, օրերով ու շաբաթներով այլել այս տեսարանները։ Այս խորությունը հասցնում է քեզ ցնորության մի պահ, որովհետև այս կանաչախեղտ բարձունքները ու այն վերևում թաքնված հավուց թառը ստիպում է գամվես նոր դարում ու վայելես, իսկապես էլ վայելես։ Ու պատահական չի նոր դարի ընտրությունը, ինչը ունի մոտավորապես 3-ից 4 տարվա պատմություն։ Մեր հաղորդման շրջանակներում մենք միշտ փորձում ենք օրիգինալ գիշերակաց ցույց տալ ձեզ, որպեսզի դուք էլ հաճույք ստանաք։ Սա հյուրանոց չի, սա ամբողջական մշակույթի տուն է։ Իր լողավազանով, խաղահրապարակով, պլազմային տեսարաններով, խոհանոցով եւ սենյակներով։ Մարիամ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Ավելի եմ լավանում, երբ այս տեսարանները մեզ ուղեկցում են։ Մենք ձեզ մոտ բուքինգով կարծեմ 2 սենյակ ենք պատվիրել։ Այո, տեղյակ եմ։ Եկեք ցույց տամ ձեզ սենյակները։ Այս եղանակն էլ հետաքրքիր է, մեկ անձրևում է, մեկ արևում է, մեկ ամպամում է։ Խնդրեմ Տիգրան ջան, ձեր բանալին կարող եք հանգստանալ ձեզ բարի ժամանց։ Շնորհակալ եմ Մարիամ ջան։ Լսի, մեր
ճանապարհորդական պրակտիկայի ընթացքում առաջին այսպես բանալին։ Դուք հիմա հասկանում եք, մենք բացելու ենք սեյֆի դռներ, իսկ այնտեղ ինչ հարստություններ կան։ Ես համոզվում եմ այն խոսքի մեջ, որ մանրուքներն են ձևավորում կատարելությունը։ Հələ դուք տեսեք այս դետալային խաչմերուկների արմատուրա, երկաթ, փայտ ու անցքը չկա, գտա հեսա։ Ոնց որ մեծ վահան լինի։ Ումից ում ես պաշտպանում, ստեղ են ասել։ Լոֆթ, ռետրո, մինիմալիզմ, պարզություն կա, հասկանում եք, սենյակի ձևավորումը ինձ դուր է գալիս, թե գույները, թե դետալները, ամեն ինչ։ Սկսենք մեր ռում տուրը, տոսեյֆ էլ ունենք, պլեդներ էլ ունենք, կախիչներ էլ ունենք, ամեն ինչ ունենք։ Ստուգենք մահճակալների մաքրությունն ու փափկությունը։ Ներքնակները փափուկ են, սպիտակեղենը ջերմակ, երկու բարձրի առկայություն, այստեղ լուսատու սարքեր կան, ներքևի հատվածում մարմարա։ Մարմարա ոնց որ չէ, թեթևա, գիպսա։ Աշխատում է։ Անձեռոցիկներ էլ կան։ Փափուկ կահույք, լրագրասեղան, սառնարան ու բարի գալուստ իմ խոհանոց, մինի խոհանոց ես կասեի, բառային փոքրիկ հատված ունենք, նարնջագույն աթոռակներով, այստեղ ջուր, սուրճ թեյ, լուսավորությունն էլ է լավ, հետաքրքիր, այս լոգախցիկն էլ է հետաքրքիր, թաքնված էր, սանտեխնիկան թարմ է, մաքուր է ամեն բան, բնական օդափոխման համակարգ ունենք ու այստեղ փոքրիկ աթոռակ նույնիսկ։ Թվում է տարածքը փոքր է, բայց այնքան ճիշտ են օգտագործել այս տարածքը, որ դու այդ նեղվածությունը չես զգում։ Դու հիմա չէ հյուրանոց մտնում ես, ասենք նստում ես բնական կարիքներդ հոգալու, մեկ էլ դուր գալիս է քթիդ։ Կամ լվացվում ես նեղ տարածքում, չէ, ամեն բան այնքան հարմար է դասավորված, որ դու այս փոքրությունը չես զգում։ Չես զգում, կոմֆորտը ինձ բավարարեց ու եթե դուք ստանդարտի սիրահար չեք, այլ փնտրում եք օրիգինալ գիշերակաց, նոր դար գալուց անպայման պահանջեք նկուղային սենյակը։ Նման բան մեր ճանապարհորդական պրակտիկայի ընթացքում առաջին անգամ է գրանցվում։ Կարելի է ասել, որ բացառիկ եթեր է։ Ինչու բացառիկ, որովհետև Հայաստանը նույնպես կարող է պարծենալ ծաղկային կուլտուրայով։ Սովորաբար ասում ենք հոլանդական վարդերի պլանտացիաներ։ Չէ՞ լուրջ եք ասում։ Հոլանդական գծիկ գառնի կոտայքյան վարդի պլանտացիաներ։ Տիգրանն անցավ գործի։ Առավելություններից Ռոզ Վալեի տարածաշրջանի գյուղերի մարդկանց ապահովել է աշխատատեղով, ինչը շատ կարևոր է մեր օրերում։ Ու համայնքի տարբեր գյուղերից, Կողթից, Գառնիից, Գեղարդից, աղջիկներ եկել եմ ձեզ օգնելու կամ խանգարելու։ Ում եմ օգնում, ինչ ենք անում։ Հասո չէ, Հասմիկ։ Ծաղկի անունը։ Վարդ չունեք աշխատողների մեջ։
Վարդ ունենք, էլա։ Վարդ։ Հասմիկ ջան, ինձ կօգնեք, չէ։ Վարդը մեզ կօգնի վարդերի հարցում։ Так, իսկ կարանք Անա Աշոտովնայի համար բուկետ հավաքեմ։ Եկեք օգնեմ ձեզ։ Ես հիմա հասկանում եմ, շատերդ նախանձում եք, ուզում եք, որ այստեղ գաք, տեսնեք, այս ամենը, չէ, հարգելիներ ու սիրելիներ։ Անհատական եւ խմբակային տուրեր չեն կազմակերպվում ցավոք սրտի Ռոզվալեում, միայն հեռուստաեթերից կարող եք տեսնել։ Վարդ ուր գնացիր։ Բա ես կարամ քաղեմ։ Երկարությունը ինչքան։ Գանա Աշոտովնա։ Ասի։ Լսի լավ էլ բուրում է։ Նայ ներքևից հաշվում եմ 1 այստեղից ոնց որ այստեղից Դա բարձր լինում, այստեղից բարձր, այստեղից տերևը կոկել եմ, այստեղից հասկացա Կաշկի, Գանա Աշոտովնա բուկետ ես ուզում թե բուկետ ես ուզում չէ, մի րոպե, վերևից քաղեմ եք Այստեղից Վարդ, բայց մասնագիտացած եք այս առումով թե տենց Սովորել ենք պրակտիկայի վրա եք սովորել Սովորել ենք, կամաց սովորել Էսա չէ ոնց որ 3 տերև էլի բարձրացին, տես տերևը պոկել ենք այստեղ Հա, տերև պոկելուց Չվնասենք, հասկացա Մասնագիտացա Ինձ հարկավոր է որոշակի ժամանակ, որպեսզի ծաղկե փունջը ամբողջական տեսքի բերեմ, որ լինի գեղեցիկ Իսկ դուք վայելեք թրջնի թռիչքից այս տարածությունն ու խորությունը Եկա Վարդ My head is filled with thoughts of you The summer of love together Ծաղկե փունջը ինձ թվում է տեսքով ու առողջ լինելով արդեն խոսում է որոշակի պատմության մասին, ինչին ականատես եղաք կադրերով։ Հիմա հետագա ընթացքը ստեղից ազատում ենք, հա, իրան։ Սենց են վերցնելու։ Հատատում եք, կպցում եք լիպուշկերքով իրար։ Ուր պետք է տարվի։ Դնում եք են վաննայի մեջ։ Վաննայի մեջ։ Լսի, եսին բոյինա։ Էս թե ես ջրի մեջ, էս։ Բայց ես առանձնացնենք էլի, որովհետև փունջ ենք անելու։ Վերջ տարանք։ Այնտեղ արդեն հա տարածված։ Ես ուզում եմ, որպեսզի ծափահարությունները շատ լինեն, այստեղ աշխատող կանանց ու տիկնանց, ինչի եմ ասում, կեցեք, ապրեք դուք, ինչի եմ ասում, որովհետև բավականին բարդ գործ է։ Ճիշտ է, իրանք ձեռնոցներով էին, համապատասխան հագուստով էին, ուրեմն ամբողջապես հաշվար կա։ Ներքևից պետք է 3 տերև բաց թողնես, հետո նոր կտրես, հետո այդ տերևներից մեկն էլ կտրես, որպեսզի ամբողջ սնուցումը անցնի նոր աճող ցողունին։ Ինչից էլ ստանում ենք վարդ։ Ծանրաբեռնվածությունը, ինչ խոսք, տհաճ զգացողություն է, բայց այնքան հաճելի է, երբ դու ծանրաբեռնված ես ծաղիկներով 70 սմ բարձրությամբ։ Այս Գանա Աշոտովնայի համար Այս էլ քանի որ գնում ենք մակրամե սնվելու ու տնորենի անունը Անահիտ է, Աստվածուհու անունն է, մամայի անունն է, նրան էլ ծաղկե փունջ։ Մերսի։ Եվ այսպես մենք մակրամեում ենք ու գիտեք ինչն է լավ։ Ավտոկայանատեղին Այստեղ ոչ միայն տուրիստական ավտոբուսներ կտեղավորվեն, այլ նաև սեդաններ։ Անահիտ, մենք վարդերով գալիս ենք։ Դուք մակրամեում ոչ միայն համով սնվելու եք, այլ նաև ձեր աչքերն են վայելելու այս կանաչները։ Ամեն օր ծառեր, ծաղիկներ, թփուտներ։ Անահիտ ջան, ողջույն։ Ողջույն ջան, բարի գարուստ մակրամե ռեստորան։ Ուրախ եմ քեզ նորից տեսնելու տարիներ անց, էլի կանացի, գեղեցիկ խնամված շատ լավ է։ Ժպտեր ես, ամենակարևորը։ Շնորհակալ եմ, բարի գարուստ Տիգրան ջան, բարի գարուստ մակրամե ռեստորան։ Համեցի։
Ես հասկացա մի բան, տուրիստներին գառնի բերում է ոչ միայն պատմությունը, ոչ միայն այս տեսարանները, այլ նաև համովությունները, որովհետև զբոսաշրջիկները սիրում են այս արևը, հողի բարիքները, որոնք ներկապահին իմ սեղանին են, իդեպ ամեն ինչ գյուղական, ինչ վերաբերում է տեղանքին, որտեղ գտնվում է մաքրամեն։ Մաքրամեի ստեղծման համար պետք է շնորհակալություն հայտնել իրանահայ գործարար Հովսեփին Ղուկասյան։ Մեծ գերդաստան են ունեցել եւ սկզբնական շրջանում ազգանունը տոհմի եղել է Հախվերդյան։ Շարունակեմ պատմությունը։ Հովսեփի պապիկի հոր անունը եղել է Ղուկաս։ Դրա համար տոհմի ազգանունը փոխել են Հախվերդյանից Ղուկասյան։ Որպեսզի դուք հասկանաք, տարածքում ժայռերից բացի ոչինչ չի եղել։ Այս ամենը կառուցվել է հենց այդ ժայռերի վրա, կոմունիկացիայից սկսած, ջրից շարունակած եւ մնացած բոլոր հարմարություններով վերջացրած։ Այստեղ գալուց ուզում եմ իմանաք նախապատմությունը։ Իմ սեղանը, ինչպես տեսնում եք, քիչ-քիչ ծանրանում է, բայց ես ուզում եմ ասել, որ այս համովությունները միայն կշտանալու միջոց չեն։ Այս հուշը, այս զգացողությունը, այս զգայարանների զարմանքը, դրա համար ես ուզում եմ, որպեսզի այս հուշերը լինեն նաև ձեր կյանքում։ Փորձենք տաք նախուտեստ սմբուկով, ուզում եմ խոսել խճողակից, ռոլ ասելով, հասկանում ենք շերտեր փաթաթված։ Հիմա պետքա հետևություններ անեմ։ Սխտոր զգացի, բայց սենց շատ թեթև, նաև հագեցնող է։ Ես չգիտեմ որքան ժամանակ են անցկացրել խոհարարները այս նախուտեստի վրա, բայց երևում է ու զգացվում է, որ մանրակրկիտ եւ տեսքից եւ համից։ Այս արդեն անցում ենք կատարում մեր հաղորդման գործընկեր Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի հավիկներին։ Սովորաբար մակրամեում ձեզ կմատուցեն տնական հավ, բայց քանի որ մեզ մոտ նկարահանումներ էր եւ մենք մեր գործընկերներին շատ ենք սիրում, այդ իսկ պատճառով առաջարկեցինք օգտվել Զանգեզուրի թռչնաֆաբրիկայից։ Փորձենք միջուկը, սոխի արկայությունը կա, այստեղ խնձոր նաև ու սալորաչիր, պիտի որ բոմբ լինի։ Այո, սենց բան դեռ չէի փորձել։ Կռիվա բերանիտ մեջ, քաղցր, կծու, աղի, սենց ինչ որ բռնցքամարտ է ու չես էլ հասկանում դոմինանտը որն է, որովհետև ոսկե միջին կա։ Այդ ոսկե միջինը ես կորակավորեմ որպես ցանկության համ, որովհետև անընդհատ այդ ցանկությունը ցիկլի պես կրկնվում է, ուզում ես ուտել ու վայելել։ Փորձենք թռչնամիսը, ինձ բաժին է հասել թևիկը, փափուկ ամիսը, հյութալի։ Այդ գիտեք ինչից է գալիս։ Սկզբից հավը կտրատվել է, հետո խաշվել է ու վերջին փուլում արդեն տապակվել։ Հորթի ստեյք ֆիրմային սոուսով։ Այն երջանիկներից եմ, ով փորձում է այս ֆիրմային ուտեստը տաք առաջին անգամ, որ դուք էլ գաք այստեղ անպայման պատվիրեք։ Ռոզմարին ոնց է բույրը հաղորդել, երևի որոշակի ժամանակահատված մարինացվել է ու միսը ալդենտե։ Այդ ալդենտեի մի քիչ եփված տարբերակը։ Չգիտեմ, դուք պետք է ուտեք, որ հասկանաք հիմա ես ինչ եմ ասում, որովհետև ճիշտ է մենք հիմա Գառնիում ենք գտնվում, բայց գյուղական այդ համը չզգացի, ինքը ավելի շատ կլասիկ համ է, մի քիչ տենց ազնվարյուն էլի։ Բարձրաստիճան։ Ուստի ես չեմ հրաժարվի նույնիսկ գինուց։ Մի բաժակ գինի։ Հասկացա ինչն էր պակասում։ Գինին, ստեյքը անպայման գինով։ Դե իսկ գյուղական կարտոֆիլը, որպես խավարդ, տատիկիս ձեռագիրն է հիշեցնում։ Իսկ դա համին տրվող գեր գնահատականն է։ Ուզում եմ նաև խոսել սպասարկումից, ինձ դուր եկավ։ Իսկ եթե ես չեմ սիրում խաբել եթերում, հաստատ ձեզ էլ է դուր գալու։ Գետի ձուկ, կարմրախայտ, հատուկ սոուսի մեջ պատրաստված, շեֆ խոհարարից երբ հարցնում ենք, ասում ենք, լավ եղբայր, ինչ սոուսով ես,
պատրաստել, որ սենց համով է։ Ասում է դա ֆիրմային գաղտնիք է։ Իսկ ես այդ գաղտնիքներից մեկը խոսքի միջոցով գողացա։ Կարմրախայտի սոուսը տնական կարագով է։ Շնորհակալություններ հայտնեք կոմենտների տեսքով։ Ձեզ մաղթում եմ բարի գիշեր, մաղթում եմ անուշ երազներ, առավոտյան կզրուցենք Նախաճաշի տեսարանի շուրջ ու կորոշենք մեր ճանապարհորդական երկրորդ օրվա պլաններն ու ծրագրերը։ Բարի գիշեր։ Հավելյալ գումարներ վճարել պետք չի։ Ձեր վճարած սենյակի գումարի մեջ նոր դարում մտնում է նաև նախաճաշը։ Նախաճաշենք։ Օպա։ Ես սիրում եմ Face Control-ի ճանապարհորդական առավոտները նաև նրա համար, որ գյուղական համն ու հոտը վաղ առավոտից ողջունում է քեզ, բարևում է քեզ ու մաղթում է հրաշալի օր։ Լի արկածներով ու բացահայտումներով։ Կաթնաշոր, թթվասեր ու սերկեֆիլի մուրաբա իրեն պատրաստվում է տեղում։ Այս զուտ գործողություն չի, այս մի ամբողջ արարողակարգ է, այն էլ թերապիայի ուղեկցությամբ։ Ու ոչ մի խոսք պետք չի, ոչ մի երաժշտություն պետք չի այստեղ։ Բնություն, գյուղական մթերք ու գլխավոր դերակատարը Տիգրան, բարի առավոտ։ Այս շոկից փրկվելու ու առույգանալու միակ տարբերակը մեր գործընկերոջ կողմից Rio Grande լուծվող սառը սուրճ։ Լիցքավորիչս արդեն պատրաստ է։ Էներգիա այսքան չափաբաժն եմ։ Ու ես պատրաստ եմ նոր բացահայտումների։ Լսի վերջնա։ Դե արի ու կիսվի տպավորություններով։ Չեմ կարա։ Էմոցիոնալ ճանապարհորդություններ հասկանում եք, ու մենք Գառնիից եկանք Գեղարդ, ճանապարհը մասամբ հարթ, մասամբ գրունտ, իսկ այդ գրունտի ժամանակ այնքան հաճելի է, երբ մանյովրներ ես անում։ Ինստրուկտորներին հետևելը, նրանց խորհուրդները լսելը, անվտանգության նորմերը պահպանելը շատ կարևոր է ճանապարհորդի համար։ Այնպես որ միշտ թող ձեզ հետ լինի ուղեկցորդ ու միշտ լսեք նրանց, եթե ցանկանում եք ապահով տեղ հասնել։ Իսկ մենք ձեզ եկել ենք սարեր ձորերը ցուցադրելու Գեղարդի։ Եկել ենք ձեզ թրջնի թռիչքից զարմացնելու մեր բնաշխարհով, մեր կանաչներով, մեր բարձունքներով, մի խոսքով ամեն ինչ լինելու է հեքիաթային, այն կարգի, որ ուզենաք նույնությամբ երթուղին կրկնեք։ Ես ձեզ խոստանում եմ։ Thank you.
Ֆորսաժների, առատ էներգիայի եւ այս տեսարանների համար շնորհակալություն Quadro Weight Travel-ին։ Սենց մի բան ասեմ, լավա թրծված ընկերոջ հետ ճանապարհ ընկնես, քան թե փնտրես նոր ընկերություններ ու քեզ ենթարկես մի շարք փորձությունների։ Տղերքի հետ այն որ շատ լավ էր, կոմֆորտ էր, շնորհակալություն ու մեր խորհուրդը ձեզ, դուք էլ անպայման օգտվեք Quadro Weight Travel-ից ու փորձարկեք այս նոր ուղղությունը։ Մտահղացումը անցած տարվա է, բայց կյանքի չէին կոչել։ Ես համոզված եմ, որ մեր հեռուստապրոյեկտից հետո շատերդ կուզեք Գառնիից գալ Գեղարդ, զգալով լեռնային օդը, կանաչների հոտը, որովհետև ինքը ամեն քայլափոխի քեզ ուղեկցում է։ Իսկ Կոտայքի մարզը կարստային ժայռերով, քարանձավներով, բարձունքներով ու քեզ մոտ ամպերով հարուստ է։ Հələ այս տեսարանը տեսեք։ Ձեռքները դրեք խշներիդ ու անկեղծացեք։ Երբևէ եղել է գաք հասնեք այս բարձրության ու այս բարձրությունից տեսնեք Գեղարդավանքը։ Չէ։ Ես էլ եմ առաջին անգամ տեսնում։ Դրա համար դատարկ ու սին չեն զգացողությունները, էմոցիաները բնական են։ Իսկ face control-ը տալիս է այդ բնականությունը ձեզ։ Խոսքի միջոցով, կադրերի միջոցով, զգացածի միջոցով։ Արհեստական ոչինչ չկա։ Կանգնի ու վայելի։ Մի տեսակ կյանքդ էլ է երկարում։ Այս երկարակեցության գաղտնիքներից մեկն է նաև։ Մոռացա մեր խոնավ անձեռոցիկների մասին, կյանքի ցանկացած փուլում օգնության են հասնում, այնպես որ ունեցեք ձեզ հետ մեքենայում, կվադրոցիկլներում, գիտեք ոնց ճանապարհորդելիս այն տեղանքներում, որտեղ ջուր չկա, այս խոնավ անձեռոցիկները լիարժեք օգնության կհասնեն։ Ազատվեք փոշուց, ավելորդ բակտերիաներից, իդեպ հետք չեն թողնում ու շատ շուտ ծնդվում են, այն շիրայի զգացողությունը չկա ու գալիս ես մարդու շնորհքի։ Պապիրուս որակը առաջնահերթ։ Երկրորդ սերիան սկսեց։ Արդեն խառնվեցին թռչունները, էլ բազե, էլ անգղ, էլ ծիծեռնակներ։ Ու շատ կարևոր մի բան, ձեռքերը սրբելուց կամ խոնավ անձեռոցիկը օգտագործելուց հետո բնությունը չախտոտեք, վերցրեք ձեզ հետ, քաղաքում աղբամանի մեջ կկորցնեք։ Հիմա առաջարկում եմ շարժվել Խոսրովի պետական արգելոց։ Մեզ սպասում են ջրվեժները։ Լավ էր, դժգոհ չեմ, մենք Գեղարդից եկանք Գառնի, Խոսրովի պետական արգելոց, բայց Գառնիի տեղամաս։ Աստղիկը հանդիսանում է Խոսրովի անտառպետական արգելոցի այցեքարտերից մեկը։ Ամեն չորրորդը ուզում է ծանոթանալ նրա հետ։ Ինչ վերաբերում է ձեզ, սիրելի տուրիստներ, գալիս եք Խոսրովի անտառպետական արգելոցի Գառնու տեղամաս, այստեղ այցելուների կենտրոնն է, ձեզ կդիմավորեն ուղեկցորդները եւ կուղեկցեն։
արդեն հասանք այն հատվածը, որտեղից էլ մեքենան չի կարող մեզ տանել, այստեղից արդեն հայկինգ, շփում բնության հետ, ուզում եմ մի բան դուք էլ նկատեք, որ Խոսրովի անտարպետական արգելոցը օր-օրի ժամ-ժամի կատարելագործում է պայմանները, բարելավում է պայմանները տուրիստների համար, այնպես որ այստեղ գալուց, որ առավելագույն գերհաճույք եք ստանալու, պարզապես պետք է որսակ այդ վարքյանները, որովհետև վարքյանները ակնթարթներ են, իսկ այդ ակնթարթները գեղեցիկ կարող եք դարձնել դուք ինքներդ ձեզ համար։ Ուզում եմ խոսել նաև արահետներից, բարեկարգված են ու իդեալական են, կածանը, խնդրեմ, ձեր դիմաց, ու սա խոսում է նրա մասին, որ այցելությունը Խոսրովի անտարպետական արգելոց շատացել է, ինչը շատ լավ է, շատ լավ է։ Օրինակ Հունաստանում դիցաբանությունը լավ զարգացած է։ Մեզ մոտ ուրեմն գառնեցիներն ասում են, որ նախաքրիստոնեության շրջանում այստեղ գրեթե ամեն ինչ որևէ Աստծու անուն էր կրում։ Վահագնի ջրվեժ, Արամազդի դղյակ, Աստղիկի ջրվեժ ու այսպես ժամանակներ հետո երբ ընդունեցինք քրիստոնեությունը, այդ ամենը չվերացավ, անունները մնացին, բայց հավատի ուժի ազդեցությունը փոխեց ամեն ինչ, սակայն մնացին լեզվից լեզու անցած խոսակցությունները, ինչպես նաև ասույթները, որոնք գեղեցկացնում են ու ել ավելի գեղարվեստական են դարձնում ձեր ճանապարհորդությունը, որովհետև ձեզ էլ է հետաքրքիր, չէ՞, ինչու հենց Աստղիկ դիցուհու ջրվեժ։ Դե որովհետև կանացի է, սիրո նշույլներ կան այդ ջրերի մեջ, երևի։ Հայերը սիրում են, չէ, ականջ դնել ուրիշի խոսակցությանը։ Հիմա մենք այդ բարի ավանդույթները վերադարձնում ենք, ականջ ենք դնում աստվածների խոսակցություններին։ Աստղիկ, օհոյ, մնաց քիչ, մնաց ոչինչ, բայց ճանապարհը հոգնեցուցիչ է, ինչ խոսք, որովհետև թեկուզ քիչ տարածք ես հաղթահարում, բայց վայրի վերումներով, տո վերև, տո ներքև, տո սղաց ոտքդ, քիչ է մնում ընկներ բան։ Ինչի եմ ասում ես ամենը, որպեսզի հասկանաք, որ դուք էլ եք անցնելու դրա միջով։ Իսկ հիմա հով է գալիս, մի տեսակ զով է գալիս, ցող է գալիս, կնշանակի, որ մենք արդեն հասնում ենք ջրվեժին։ Այ այս նշանակում է լիարժեք երջանկություն։ Այս նշանակում է սիրեք ձեր հայրենիքը։ Այս նշանակում է սիրեք ձեր բնությունը։ Այս նշանակում է չի կարելի աղտոտել, որպեսզի ֆիդբեքը ստանաք այ նմանատիպ գեղեցկությունների տեսքով։ Գալիս եմ ես քեզ մոտ։ Սիրունա, անկեղծ սիրունա։ Run to the battle, run to the end. They coming for me, say a prayer, my friend. I'm rising up, up again, up again. Felt the burning bleed inside. Oh, there's a yearning taking me alive, and I'm rising up, up again, up again. Said I'm rising up, up again, yeah. Այս էլ Աստղիկ դիցուհու անձեռակերտ լոգա խցիկը պատկերացնում եք համապատասխան քողարկված հագուստով այստեղ պարկած ու շղարշել է շուրջ բոլորը մշուշով, որպեսզի գառնեցիները աչք չգողանան, վայելի հանգիստը, ռելաքս լինի։
Իսկ եթե լուրջ, տեղանքը ֆանտաստիկ է։ Այդ նստատեղերը գեղեցիկ են, ժայռերը գեղեցիկ են եւ ջուրը առատ է։ Ցտեսություն բնության բնական հրաշք։ Մի տեսակ բավարարվածության զգացողությամբ հրաժեշտ ենք տալիս Աստղիկ Դիցուհու ջրվեժին։ Գիտեք մտքովս ինչ անցավ։ Մեկ-մեկ ապրեք ինքներդ ձեր համար։ Մեկ-մեկ գողացեք ինքներդ ձեզ մարդկությունից ու աշխատանքից ու կտրվեք, անջատվեք, որովհետև այդ մի քանի ժամը ձեզ ավելին է տալու բնության հետ շփման ժամանակ, քան աշխատավարձը։ Թղթադրամները այդ մի քանի օրում ծախսվում գնում են, իսկ այս տպավորությունները ամբողջ կյանքի համար են ու պահվում են այստեղ սեյֆում։ Մեր հեռուստաճամփորդությունը այլևս ավարտված է։ Ու ինչ եմ ուզում ասել ձեզ։ Կիսվեք մեր նյութերով, որովհետև այդ նյութերը ներկայացնում են Հայաստանը ու Հայաստանի թաքնված գանձերը։ Ցտեսություն։